Հիշում եք, որ Արուսյա կարծես դերենքին կմիանա Արմեն Չիբուխյանը, խնդրեմ միացել է արդեն։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Ուրեմն 3 թեմա ունենք այսօր, Իրանի մասին իհարկե խոսենք նաև Ռուսաստան-Ուկրաինայի պատերազմի մասին, այնտեղից էլ հետարքի նորություններ կա, բայց ուզում եմ սկսել Տիկին Զախարովայի արած հայտարարությունից, ուրեմն ես ձեզ այդ կարճ ծանոթացնեմ, Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, որ Հայաստանում հնարավոր է հարցաքննեն հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Հիմա տեսեք ինչ է ասում շարունակելով Տիկի Զախարովան։ Զախարովան հայտարարել է, որ տեղի ունեցածը վկայում է բարոյական եւ հոգեվոր քայքայման մասին, որին հանգեցնում է Եվրոպայի եւ Կիևի հետ Հայաստանի մերձեցումը։ Դաթար։ Դե, գիտեք ինչ, իրանց մոտ այդ բարոյական նորմերը ընդհանրապես, գիտեք, ասում, սրանք լրիվ, Սրանք ասելով ներողություն։ Ռուսաստանի իշխանությունները, ասենք, այո, պայմանական, չնայած ես ասեմ ձեզ, ես հիմա հետևում եմ նրանց ընդհանրապես բլոգերներին, ընդհանրապես տենց, այո, հիմա կամաց, հեսա մենք խոսենք իդեպ լավ թեմա բացի Յաբլոկոին, որ հանեցին, այսինքն կամաց ուշ հետ են գալի, բայց այդ ժողովուրդը 80%-ով սատարում էր Պուտինին եւ միայն ճշմարտությունը սկսեցին գիտակցել այն ժամանակ, երբ որ աչքի առաջ սկսեցին նրան անօթաչուններ, որ sense գալիս, ու ինձ առաջ արեց պայթում մի բան։ Ունենք, որ դա շատ մարդկային է։ Այո։ Ուրա մի բան հերոստացիությամբ նայես, ընդ ինչ-որ բան, մեկը ուրա որ Արևանի շենքը պայթում է հանգա։ Հասկանում եք, չէ՞։ Ես արդեն մոտենում առումը, չէ՞։ Այո։ Հիմա ես ուղղակի սրան մի հատ հարց եմ ուզում տամ։ Տեսականորեն մի բան պատկերացնենք, ասինքն դեգեներացիան սրանց մոտ այնքան է բաներ։ Հիմա պատկերացնենք Ռոզալիա Աբգարյանը 103 տարեկան վկայա իր աչքի առաջ մարդ են սպանել, երիտասարդի մի հատ, հա, ասենք, չգիտեմ, եկել են, կրակել են, գնացել են։ Ինչ չի կարելի իրեն ձեռ տալ, ինքը վետերան է։ 103 տարեկան վետերան է, ոչինչ որ միակ վկան է, ես հիմա տեսական օրինակ եմ բերում։ Այսինքն ոչինչ որ միակ վկան է, ոչինչ որ միայն իր ցուցմունքներից է կախված լինելու, օրինակ, հանցագործության բացահայտումը։ Այսինքն պետք է ուղղակի ասել, որ ինքը 103 տարեկան վետերան է, հայրենական պատերազմի։ Ասենք, գիտեք ինչն է հետաքրքիր, ես նորից եմ ուզում սա կրկնել։ Եկեք որևէ մեկը չմոռանա, որ հայրենական պատերազմ հասկացությունը ընդհանրապես կեղծ հասկացություն է, կա երկրորդ համաշխարհային պատերազմ, որի առաջի 2 տարիները Հիտլերն ու Ստալինը եղել են դաշնակիցներ, այսինքն չարի ուժն են եղել։ Հետո մի օրինակ բերեմ, երբ որ Հիտլերը հարձակվեց Լեհաստանի վրա, Պրավդայում Ստալինի շնորհավորանքն էր, որ ազատարար գերմանական ազգը բանալուց։ Այո, միասին տեսակ բարեկամներ էին։ Սեպտեմբերի 1-ին դժվար է պատկերացնել, բայց այն ժամանակ այո։ Սեպտեմբերի 1-ին մտավ Հիտլերը Լեհաստան, սեպտեմբերի 17-ին սովետական բանակը կանգնեցին, կիսեցին եւ ինչ արեցին՝ միասնական շքերթ։ Մի հատ էլ 40 թվականին միասնական շքերթ են արել Ռուսաստանը, Մոսկվայում։ Դրա համար այս հասկացությունները, այս իրանք հիմա, գիտեք ինչն է, մեր պապերն են կռիվ, 2 պապերը կռվել են, հպարտ եմ իրանցով բնականաբար։ Մենք, գիտեք, չի ներկայացնենք, ես ուզում եմ, որ այդ համաշխարհային, որ հիմա Միացյալ Նահանգները նշում է, չէ, Եվրոպան նշում է Հիտլերի դեմ հաղթանակի օրը, ես ուզում եմ, որ իմ պապերի արժեքը, այսինքն իմ թափածարյունը, չգիտեմ, հերոսությունը գնահատվի այդ համատեքստում, մարդկության հաղթանակը չարի դեմ, հա, եւ այլն, բայց սրանք վերցրել են, քանի որ այդ 2 տարին իրանց ձեռ չի տալիս, դից առանձնացրել են, սարքել են 4 տարի հայրենական պատերազմ ու սարքել են պրոպագանդիստական կեղտոտ գործիք, հասկանում եք, սա է։ Միայն այդքան ֆիլմ է, որ նկարվել է թեմայով։ Մենք ամբողջ այդ սերունդը սովետական այդ ֆիլմերով մեծացան։ Երեկոյան հեռուստացույցեր, մի հատ կինո էր, կինոն կռվի Եվ հիմա գիտեք ինչն է ցավալին, որ ոչ թե մենք հիմա իրականում գնահատում ենք մեր պապերի հերոսությունը օգտագործվում է մեր դեմ, շանտաժ են անում։ Եվ մի բան էլ, ուրեմն այդ բարոյական, ասենք այդ որ բարոյական արժեքների մեջ է, որոշեցին, որ պետքա Յաբլոկո կուսակցությանը թողնեն։ Յաբլոկո կուսակցությունը ինքը միշտ համարվել է այդպես լիբերալ դեմոկրատական կուսակցություն։ Միակ կուսակցությունն էր, որ
բացահայտ ասում էր, որ դեմ է պատերազմին Ուկրաինա։ Այո, այն էլ գիտեք, շատ լպրծուն էր, վախեցած։ Բոլոր դեպքերում Ռուսաստանի համար մեծ բան։ Միակներ, այո, որ ասում էր, որ հիմա իրենք Պուտինը որոշեց, որ պետք է այդ գոլորշի դուրս տալու բան կա, գիտեք, հիշում եք, հնուց կա։ Որ pressure-ը թույլ։ Այո։ Որոշեցին յաբլոկը 9 անգամ թողնեն, հատկապես որ այդ յաբլոկն որ թվից ոչ միտեղ չկար, դες մեկ-մեկ այդ Յավլինսկի կար, դրանց ղեկավարը դուրս էր գալի։ Հիմա մի հատ հետը մեկը կա, Ռիբակով դա է։ Բայց հետո արգելեցին, չէ՞։ Ուրեմն թույլ տվեցին մասնակցի։ Այնքան ուրեմն Յաբլոկոն էլ սկսեց մի քիչ հետաքրքրական էր, բայց գիտեք, սկսեց մի քիչ ակտիվ քարոզարշավ իրականացնել, որից չէին սպասում, եւ ընդամենը 1 շաբաթվա ընթացքում պարզվեց, որ սրանք արդեն մոտ 18% ունեն որոշ տվյալներով։ Գերագույն դատարան իրենց մի անգամից մի հատ ռոձինա կուսակցության կա, դրանց պատվիրեցին, սրանք դատի տվեցին նրան, տեղում արգելեցին կուսակցությունը, որովհետեւ Պուտինը վախեցավ, հասկացավ, որ եթե մի շաբաթվա ընթացքում արդեն մոտ 18%-ի է հասնում, ինչ կարող է լինել։ Ես այստեղ մի բան եմ ուզում, այս Զախարովի խոսքը, գիտեմ, կհասցնենք անդրադառնալ։ Ուրեմն ինչքան իրենք նեղն են, ինչքան են ուզում Հայաստանին դիպչել, որ այս անգամ առիթ է այսպեսի բարձունակ, որ ինչ ուզում են արձակնել, օգտագործում են Հայաստանի դեմ։ Էլ բան չի մնացել արդեն, էլի բան անել։ Դա հիմա մեզ մոտ կոյված։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիվորջյանի հետ։ Թեմայի մեջ ենք դեռ Արմեն։ Այո, մի ավարտենք եւ մենք խոսեցինք, այո, եւ այստեղ պետք է հասկանալ, որ նաեւ այսօր Փաշինյանը խոսել է Զելենսկու հետ, հեռախոսազրույցա ունեցել, ինչը շատ կարեւոր է եւ ես ասեմ, Զելենսկի շնորհավորել է իդեպ նկատեք տարբերություն, ախր ուկրաինացիների վերաբերմունքը նայեք, մենք Ուկրաինային ինչ էինք անում, մենք ապարում էինք Ղարաբաղում, երբ որ Ղրիմը գրավեցին ռուսական դրոշներով, գրում էինք սպասիբա Ռոսիայի, Սերժ Սարգսյանը զանգեց շնորհավորեց Պուտինին, հիշում եք, եւ այս անընդհատ այս process-ը գնացել է։ Հա, բայց իրանք էլ պիտի հասկանան, որ այն ժամանակ ուրիշ էր կառավարություն, հիմա ուրիշ է հասկանում են իրան, տեսնում եք, դե հիմա տեսեք։ Չէ, նկատում եմ ինչ եմ ուզում շեշտեմ, դա կարևոր հանգամանք է, որից հետո սկսեցին կեղծ նարատիվներ գցել, թե Ուկրաինան ֆոսֆորատը, դա այդ այլանդակությունը, այսինքն ռուսները անընդհատ մեզ թշնամացնում էին ամեն գնով ուկրաինացին, բայց Ուկրաինայում են դա տեսնում, լսում էին, բայց իրանք ինչ արեցին, տեսեք, հենց եղավ օգնելու կարիք Հայաստանին։ Տեսակ ոնց մեր ապրանքները ընդունեցին, անմիջապես։ Դուք տեսաք, որ Ստեփանչուկը զանգեց Ռուբինյանին շնորհավորեց, ասեց եկեք մերձենանք։ Այսինքն դուք հասկանում եք Ուկրաինայի չափերը, մեր չափերը, բայց իրանք ինչ մոտեցում են մեր հանդեպ ցույց տալ։ Հիմա զանգում է Զելենսկին, ասենք, խոսում է անձամբ Փաշինյանին շնորհավորում է ընտրվելու կապակցությամբ։ Ուկրաինական մամուլը իդեպ ես ասեմ, դա միակողմանի չի, մեր կողմն էլ լավ վերաբերմունք ցույց տվեց։ Ասեմ ձեզ, ինչով է կարևոր հիմա սա, որովհետև Ցորենի այո, վճռականը եղավ, երբ որ Զելենսկուն հրավիրեցին Հայաստան, դեպ ասեմ, սա կարևոր դերակատարում ունեցավ, չնայած դա իրենց միջոցառումն էր, իրենց համար է ստեղծված այս եվրոպական համայնքը, այո, բայց այո, տեսեք, ինչն է կարևոր, ինչով է հիմա մեր համար շատ կարևոր Ուկրաինան։ Դուք գիտեք, համ իրանք բենզինի խնդիր ունեն, տեսնում եք ռուս-ուկրաինական պատերազմում, բան եմ անում, էլի սահուն անցում եմ անում։ Ռուս-ուկրաինական պատերազմի, չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմում ի՞նչ է տեղի ունեն հիմա։ Ուրեմն նավթավերամշակման գործարաններին հարվածում են, բենզինային ուրեմն ճգնաժամ, դուք տեսնում եք, որ հիմա
գյուղատնտեսության ապրանքները այն թափով չեն հավաքվում, նույն ցորենը, որը Ռուսաստանից ենք մենք կախված, բայց դուք գիտեք, որ ցորենի խոշորագույն արտահանողներից մեկը Ուկրաինան է, եւ հիմա այս առումով մեզ համար շատ կարեւոր է Ուկրաինայի հետ այդ հարաբերությունները, որովհետեւ մենք չգիտենք հիմա բայց Ուկրաինան էլ է սև ծովով, չէ, բանը։ Այական չի, մենք կարող ենք հասնել, մենք Վրաստանից կարող ենք վերցնել, Վրաստան կարող ենք բերել, Վրաստանից վերցնենք, դա խնդիր չի, համենայնպես այստեղ մի հետարքիր հանգամանք կա, որ մենք տեսնում ենք, որ կարևորագույն ռուսների գործիքների հիմա ճնշման, դուք տեսնում եք հիմա ամբողջ ներքին ընդդիմությունը, ներքին դաշտը ինչ մեծ ճնշում է սկսել գործադրել, եւ այս ճնշումը չի թուլանալու միայն ուժեղանում է, հիմա տեսնում եք ինչ խոսակցություններ են տարածում միգրանտներից հետ ուղարկել, դուք տեսնում եք միլիոն միգրանտ հետ դուք հասկանում եք ինչ է, օրենսդրություն են ինչ որ այնտեղ փոխել, վախացնում են մնալ եւ այսինքն այս ճնշումները միայն մեծանալու է, Ալիևը կողքից օգնում է դրանց հայտարարությունները, որ ներքին ավելի մեծ ճնշում գործադրվի, դուք հասկանում եք ինչ է կատարում, շատ վտանգավոր իրավիճակ է։ Եվ այս ֆոնի վրա, ու այսինքն իրենք կարող են եկել ասեն ծորեն չունենք, ներեք, մեր եթե չեմ սխալվում Հայաստանի 30%-ն է բավարարում, իսկ դա գիտեք ինչ կարևորություն ունի, եւ այս իմաստով շատ կարևոր է հիմիկվանից Ուկրաինայի հետ նաեւ այդ էքսպորտը մենք արեցինք իրենք սիրով ընդունեցին, հիմա պետք է իմպորտը կազմակերպել ամեն գնով սա այսպես։ Իսկ Ռուսաստանի հետ կապված դուք տեսաք Նովորոսիսկի հետ կապված հետաքրքիր բաներ տեղեկություններ տարածվեցին, որ իբր JD Vance-ը զանգել է Զելենսկուն, իհարկե մամուլ է տարածում ռուսական նավերին ձեռք չտա։ Այո։ Հիմա հասկանանք ինչի մասին է խոսքը։ Խոսքը ղազախական տանկերների մասին։ Դա խնդիրը հետեւյալն է։ Քանի որ Միացյալ Նահանգները հիմա նաև այս TRIP-ի ծրագրի շրջանակում, նաև այդ էներգակիրների իր համար շատ կարևոր է նաև կենտրոնական Ասիան։ Մենք գիտենք կենտրոնական C1+5 համագործակցությունն է։ Ղազախստանը շատ է տուժում, որտեղ Ղազախստանի նավթի արտահանման հիմնական ուղղությունը Նովորոսիսկն է։ Եվ այստեղ Ղազախստանը շատ է ուզում եւ կա տեղեկություն, որ ղազախները խնդրել են Միացյալ Նահանգներին, որպեսզի Միացյալ Նահանգները միջնորդեն Ուկրաինային, որ նրանք չարվածեն, բայց չարվածել չեն կարող, որտեղ Նովորոսիսկին ամենախոշոր արտահանման կետն է ռուսական նավթի։ Եթե դու ղազախականը թողում ես, ռուսները արտիսկ կօգտվեն, կասեն, ահա մենք կետ ունենք, որտեղից մեկը իրանք չեն հարվածում, կարանք այդպես չի լինում, հասկանում եք, բայց որքան ես այսօր նայում եմ գերմանական այսպես ռուսալեզու մամուլը, իրենք ասում են, որ ես նորից եմ կրկնում, սրանք սաղ խոսակցություններ են, որտեղ արտահոսքեր է եղել, հա։ Ես երեք կարդացի մեր Ազատություն ռադիոկայանը շատ ասի, դեռ հայկական մամուլը շատ է սիրում տալ ռուսական տեղեկությունները կամ ինչ-որ ռուսերենից են թարգմանել։ Եվ երբ որ ես կարդացի, ես հասկացա, ես անգամ այսպես ասում ուզում էի անդրադառնալ ինձ երեք դա ծիծաղալու է ընդհանրապես, որ տենց Ուկրաինան համաձայնվել է կամ JD Vance-ը զանգել է եւ այլն, եւ հենց այսօր հարված եղավ Նովորոսիսկին։ Եվ ուկրաինացիները ցույց տվեցին, որ ոչ մեկ չի կարող իրենց զանգահարել ուղղակի պայմանավորվել։ Այո, որովհետեւ դա իրանք իրենց կյանքերի գնով են դրա համար վճարում, եկեք սա հասկանանք։ Եվ բացի դրանից մի կարևոր հանգամանք էլ կան տեղեկություններ, էլի մամուլն է տարածում, չեմ կարող ասել որքանով է հավաստի, որ Զելենսկին համաձայնել է գնալ որոշակի զիջումների այդ հարցում պայմանով որ Patriot-ի հրթիռների, այսինքն PAK 2, PAK 3 հրթիռների արտադրության լիցենզիաները Ուկրաինան կստանա, բայց մենք հիմա տեսնում ենք, որ նորից սկսվել է, այսինքն տեսեք, ըստ էության Թրամփը համաձայնություն տվել էր, հիմա էլ կա տեղեկություններ, որ Lockheed Martin-ը եւ մի շարք այլ ընկերություններ, դե Patriot-ը մի ընկերություն չի արտադրում, դե բանկը Boeing-ն էլ կապ ունի, մի հատ էլ ընկերություն կար, 2-3 ընկերություն գիգանտ արտադրում են այդ հրթիռը, այնտեղ լիցենզիաների գաղտնիություն կա եւ ասենք տեխնոլոգիաների գաղտնիություն կա, կարծես թե իրանք դեմ են որոշ տեխնոլոգիաների փոխանցմանը եւ այստեղ նաեւ որ ասեցիր կներես հիշեցի որ Թուրքիան քանի միլիոն զենք է տվել Ուկրաինային այո Թուրքիան էլ է տալիս այո բաներ Թուրքիան երկակի խաղ է խաղում հիմա էլ խոսում են անգամ կարողա թուրքական բալիստիկ կա Ուկրաինա այո Թուրքիան որտեղ իրանք երկակի խաղ են խաղում իրանք մի կողմից Պուտինին օգնում են ակնհայտ արդեն զենք է տալիս Ռուսաստանի թշնամու ռետորիկը պատերազմի մեջ բայց գիտեք մի ուս կողմից էլ իրանք ամեն ինչ ուզեն այս էլ ասենք շատ կարևոր հարց բարձրացրեցիք գիտեք մի մեծ թեմա բացեցիք ուրեմն Թուրքիան այնքան վստահ է որ ռուսները ոչ մի բան չեն անի որտեղ այսօր նաև այդ ռուսամետ ընդդիմությունը որ տարածում է նույն ատոմակայանի հետ կապված խոսակցությունները դե Արեթելի Բաղարոսակի հետ խոսենք որ տենց մենք կապահովենք Բաղարոսակի հետ ես խոսելու
Հա, վաղը հիշապտի չի։ Ինչ է։ Դու ես հաշվում ես։ Ես հաշվում եմ, բա։ Այստեղ կարևորը գիտեք, որ նա ասեմ ձեզ, ռուսամետ ընդդիմության պահը հետեւյալն է, որ իրենք այսպես ասում են, դե իբր թե ռուսները ատոմակայան կկառուցեն եւ այլն, որոնք ասեն կարող է 20 տարի կառուցեն կամ չկառուցեն, կամ անես գներ մեր վրա կդնեն ստրկացիչ եւ այլն։ Բայց հարցը դրանն է։ Իհարկե, թուրքերը այսօր նախ ռուսները ատոմակայան են կառուցում Թուրքիայում, այդ պատվերը չչեղարկեց Թուրքիան եւ այլն, բայց մյուս կողմից ամբողջ այդ ռուգահեռ էքսպորտի մեծ մասը, ճիշտ է, հիմա Թուրքիան կամաց կրճատում է, զուգահեռ էքսպորտի մեծ մասը Ռուսաստան գնում է Թուրքիայով, եւ ոչ միայն Հայաստանն եւ Ղազախստանն եւ այլ երկրներ, Թուրքիայով է մեծ մասը գնում, եկեք չմոռանանք այս հանգամանքը։ Այսինքն Թուրքիան բռի մեջ պահած է Ռուսաստանը եւ գումարը Սիրիայում։ Տեսակ, որ թույլ տվեց Ալ-Շարային ռուսական բազաների հարցը ստորացուցիչ ձևով, բայց ռուսների ներկայությունը պահել է։ Այսինքն դա Թուրքիայից է այսուհետ կախված, ռուսները կմնան Սիրիայում, թե չէ։ Իսկ Սիրիան սպասարկում է աֆրիկյան հանցագործներին Ռուսաստանի, որոնք Մալիներում մնացած տեղերում ուղղակի ասում թմրանյութ, ադամանտ, չգիտեմ ինչ ասես էլի։ Հանրապետությանը փող են բերում։ Այսքանը սիրելիներ այսօրվա համար շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Հանդիպենք վաղը ցտեսություն։ Հաջողություն։ Ողջույն կապ կարի։